Արդեն չենք կարող մենք որպես հյուր ընդունել, որովհետև նախ շատ սիրում ենք եւ միշտ հաճելի է նրա հետ զրուցելը։ Կարծում եմ ձեզ համար նույնպես։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներկչուհի, Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախմբի եւ Արարատյան հայրապետական թեմի Ծաղկազարդ համախմբի երգչուհի Ռոզա Հովսեփյան, համեցեք Ռոզա։ Բարև ձեզ նորից, շատ շնորհակալ եմ, որ այստեղ եք, լավ է տրամադրությունը։ Միշտ հաճելի է ձեզ տեսնել, շատ գեղեցիկ եւ ամեն ինչ հասցրած, հա, ինձ մոտ այդպիսի տպավորություն է, որ դուք միշտ ամեն ինչ հասցնում եք, երբ փողոցում էլ տեսնում եմ, շատ արագ, շատ այսպես գնումները եւ այլն, հանք ձեզ հետևում ենք, ահա։ Զարմանում եմ։ Լավ է տրամադրությունը։ Շատ։ Երբ որ գալիս եմ ձեզ հյուր, միշտ տրամադրությունս լավ է։ Շատ շնորհակալ եմ։ Իսկ աշխատանքային, այսինքն զբաղվածությունը բավական է, զբաղված եմ։ Բավական, Եվ շատ ուրախ եմ։ Զբաղվածությունը միշտ լավ է։ Ամեն ինչ հասցնում ես։ Ամեն ինչ կարողանում ես հասցնել, իսկապես այսպես է։ Մենք խոսում ենք, այսինքն ոչ, չեմ ուզում ասել պասի, պահոց շրջանի մասին, որովհետև դեռ մենք առիթներ պիտի ունենանք նաև մեր հոգևորականների հետ քննարկելու, բայց ես ուզում եմ ձեզ այս հարցը դուք լավ տեղյակ եք եւ գիտեմ, որ շատ հաճախ մենք սա շփոթում ենք դիետայի հետ։ Նախ այստեղ էս վերաբերմունքը եւ ընդհանրապես պաս պահել եք կամ պահում եք։ Պաս պահել եմ, պահում եմ, ճիշտն ասած, պաս պահելու կամ չպահելու մասին բարձրաձայնել երևի պետք չի, դա շատ անձնական, այո, չի կարելի։ Դա շատ անձնական վիճակ է։ Իսկ ինչ վերաբերվում է պասի եւ դիետայի տարբերությանը։ Դիետան ուղղակի դիետա է, այսինքն ինչ որ բանից քեզ զրկում ես նպատակով, որ նիհարես։ Իսկ պասը միայն ինչ որ մթերքների զրկվելու մասին չէ խոսքը, այստեղ հոգևոր պահն է շատ կարևոր։ Եթե քեզ մսային մթերքներից զրկում ես, բայց ուղեղդ մաքուր չի, մտքերդ մաքուր չեն, սիրտդ մաքուր չի, վերաբերմունքը մարդկանց դրական չի, այդ պասը հավասար է զրոյի։ Պետք է միշտ փոխշահկապված լինեն։ Դրա համար պասի շատ կարևոր մասը հենց հոգևոր սկիզբն է։ Մենք հոգեպես ենք մաքրվում այդ մեծ պահքի ընթացքում, այո, շատ կարևոր իրադարձությունից առաջ։ Դրա համար շատ էական տարբերություն կա, ես այդպես եմ կարծում, այսինքն այդպես էլ կա։ Այո, իհարկե, այդպես էլ կա, բայց ինչ որ ժամանակ հիմա կարծես այնուամենայնիվ մի քիչ փոփոխությունը նկատելի է, չէ՞։ Ինչ որ ժամանակ ես հիշում եմ, որ սա ուղիղ կապ ուներ, ամենայն դեպս կանանց հիմնական շրջանում շատ տարածված էր։ Նույն կերպ չէ, որ ասում ենք, վայ, չէ, ես չեմ ուտում, որովհետև դիետայի վրա եմ, այդ նույն կերպ վերաբերվում էին նաև պասին։ Հա, պետք է ցույց չտալ, որ պաս ես պահում, դա շատ պետք է զգուշ արվի, որ դիմացինը չմտածի, վայ, դու պաս ես պահում, սա չես ուտում, նա չես ուտում, դա շատ իսկապես շատ նուրբ հարց է։ Ինչ վերաբերվում է պաս պահելուն, օրինակ ես հիշում եմ իմ տատիին, սովետական շրջանում, ինչպես ասվեց, այդպես ընդունված չէր, չէ, բայց մեր մամիկները, մեր տատիկները շատ զգուշ առանց տեղյակ պահելու։ Մյուսների համար ճաշը պատրաստում էին, բայց իրենք ուտում էին բանջարեղեն կամ հաց։ Այսինքն իրենք պահում էին պասը, բայց ոչ ոք դրան տեղյակ չէր։ Իմ տատիկը դրա վառ ապացույցն էր։ Հիմա նոր եմ հասկանում, որ պահում էր։ Հա, հետո արդեն։ Հա, հիմա նոր հասկացա։ Եվ դա իսկապես շատ կարևոր բան է։ Իսկ ինչ վերաբերում է այդ կերակրացանկին, այնուամենայնիվ դժվար է եւ մանավանդ կանանց համար, եթե ասենք ոչ միայն իրենք, այլ ընտանիքի անդամների համար պետք է ամեն անգամ հետաքրքիր մի բան մտածել։ Հետևում եք եւ այդպիսի խնդիր ունեցել եք։ Գիտեք, եթե ամբողջ ընտանիքը պահի, երևի ավելի հեշտ կլինի։ Բայց այստեղ մի ուրիշ բան էլ կա, երբ որ բոլորը չեն պահում, միայն դու ես պահում, ոնց որ փորձությունը շատ ավելի մեծ է։ Եվ եթե հաղթահարում ես այդ գայթակղությունում, չես ուտում, կարծես ավելի հզորանում ավելի է սկսում ինքդ քեզ հարգել։ Իհարկե դժվար է, բայց դե ընտանիքի անդամները ոչ մեկին չես կարող պարտադրել, դա պարտադրանք չէ։ Նկատի ունեմ, եթե պահում են, նրանց համար հատուկ կերակրացանք փաստորեն պիտի կազմել։ Իհարկե, որ միատեսակ չի, այն նոր խոսեցիք եւ ասվեց, որ միատեսակ չի, որտեվ մեր բանջարեղենը, միրգը հնարավորություն տալիս են մեծ ընտրության, հետո մի լավ բան էլ կա, որ հիմա մեր պահածոները շատ բազմազան են, բանջարեղենային պահածոները եւ դրանք էլ մեծ հնարավորություն են տալիս ինչ որ բան հնարելու, հենց պահի տակ ինչ որ հետաքրքիր կերակրատեսակ ստեղծելու։
Դա էլ երևի իր լավ կողմն ունի։ Այո, լավ կողմը ունի, մենք այս մասին, այսինքն ստեղծագործելու հնարավորություն, եթե միշտ ունենում եք, ավելի հեշտ է։ Մենք այս մասին կխոսենք ավելի մանրամասն, մի քանի գաղտնիքներ, մենք արդեն սովոր ենք, որ եթե այստեղ մեր տաղավարում եք, Ռոզա, ուրեմն անպայման մի քանի գաղտնիքներ պիտի կարողանանք բացահայտել։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին ուզում եմ մեր տաղավար հրավիրել մեր առաջին հյուրին։ Մենք առաջին անգամ հանդիպում ենք, բայց վստահ եմ, որ անպայման առիթ ունենալու ենք նորից հանդիպել։ Նկարչուհի Տաթև Պետրոսյանն է այստեղ մեր տաղավարում։ Համեցեք, Տաթև։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ, որ այստեղ եք։ Լավ է տրամադրությունը։ Շատ լավ։ Շնորհակալություն ձեզ հրավերքի համար։ Միշտ հետաքրքիր է նկարչուհու, այսինքն կնոջ կարծես այդ ինչ որ երանգներ ավելանում են, չէ՞, եթե կինը նկարչուհու հետ զրուցելիս, այսինքն այս երկուսը համատեղելիս։ Ինձ թվում է ավելի շուտ արվեստին մոտ մարդիկ, ինչպես Ռոզմարին, ավելի մոտիկ են լինում եւ երանգավոր է լինում այդ ամենը։ Երանգները շատ են լինում։ Նկարչուհիների դեպքում միշտ ավելի էսպես ընդգծված, չէ՞, Ռոզա։ Ահա, շատ լավ։ Գիտեմ, որ պահում եք դուք։ Բնականաբար չենք բարձրաձայնում, բայց եթերի Փաստորեն չի կարելի բարձրաձայնել, սա էլ կանոններից մեկն է, դուք համաձայն եք Ռոզմարիի հետ։ Իհարկե, միանշանակ, որովհետև նախ ինքդ քեզ համար պետք է հոգևոր աճի մեջ լինես, աղոթական վիճակում լինես, իսկ կերակուրը արդեն երկրորդական դեր է։ Երկրորդական է։ Ասենք, ես ներողություն եմ խնդրում, բայց քանի որ մեր ծրագիրը կանանց համար է եւ շատ-շատերի, որոնք այս առումով նոր ինչ-որ բան հայտնաբերելու համար, քանի որ նշում եմ, որ այս շրջանը շատ կարեւոր է նոր ինչ-որ նախաձեռնությունների նաև համար, այսինքն մաքրագործվեց, որպեսզի նոր մի բան։ Բոլոր նրանց համար, ովքեր որ այս փուլում են, ես ուզում եմ միշտ պահել եք վաղուց է, այսինքն երբեք եկել դրան։ Գրեթե միշտ պահել եմ, եթե ոչ ամբողջական, գոնե վերջին շաբաթներում, վերջին տարիներն է սկսել, որ ավելի շատ եմ պահել, որտեվ այսպիսի մի բան կա, չէ, եթե տառերը չիմացած, չես կարող մի անգամից 4-րդ դասարան կամ ավելի բարձր դասարաններում նստես, հիմա պասնել իր դժվարությունները ունի, ոչ թե կերակրային կերպով, այլ այդ հոգևոր աճի կերպով։ Ինձ համար քիչ-քիչ աճ եղավ, եւ ես շատ ուրախ եմ հիմա, որ կարողանում եմ այդ փորձություններին, ինչու եւ ոչ փորձություններին հաղթահարելով գնալ առաջ։ Այո, փաստորեն հաղթահարելու կարծես այս շրջանում նաև ձևավորվում է, չէ՞, այդ հնարավորությունը ուժը հաղթահարելու ինչ որ բաներ հաղթահարելու, այդ կամքը ձևավորվում է։ Եվ այս առումով ուզում եմ ձեր խոսքը, որովհետև շատ մարդկանց հենց սա է պակասում այսօր եւ որի համար, որ այդ խոսքը խորհուրդը կարող է ինչ-որ մի արտահայտություն լինել, որ օգնի։ Խնդրեմ, Տաթև։ Երբ որ մարդ լինում է աղոթական վիճակում եւ միշտ պասի ընթացքում լինում է եկեղեցու հետ ու իր խոսքը իր զրույցը Աստծո հետ է, ինձ թվում է այս պասի շրջանը այնպես արագ է անցնում, որ չես էլ արդեն սպասում ես վերջին այդ զատկական տոնին, որ այդ ուրախությունը արդեն նշես ոչ թե կերակրային առումով, այլ այդ ուրախությունը, այդ լուրը, որ Քրիստոս հարություն առավ, այդ տոնակատարությունը նշես։ Իմ կարծիքով պասի ընթացքում ամենակարևոր բանը, որ մարդ լինի աղոթական վիճակում, միշտ այցելի եկեղեցի, դա շատ կարևոր է, գոնե շաբաթը մեկ անգամ, պարտադիր է, պատարակներին մասնակցի, որովհետև ամեն կիրակի ունի իր խորհուրդը, մենք անցնում ենք 7 կիրակիների, որ կարծես աշխարհի ստեղծման 7 օրերն են եւ դա իր խորհուրդները ունի ու դու դա զգալով քեզ վրա դու հայտնվում ես այդ խորհուրդների մեջ
Այսինքն պիտի ամբողջությամբ։ Ամբողջությամբ։ Շատ լավ, խնդրեմ Ռոզմարի։ Ես ինչ կավելացնեի։ Գիտեք, զարմանալի վիճակ է, իսկապես պասը որ պահում ես, հետո շատ ուժեղ ես զգում քեզ, որ կարողացար բոլոր դեպքերում մարդը մարմնական եւ հոգեվոր է, չէ։ Երբ որ կարողանում ես հոգեվորը ու մարմնականին դաստիարակել, այսինքն չես ենթարկվում իրեն։ Դա արդեն մեծ հաղթանակ է։ Այ ինձ կարծում եմ այդտեղ էլ խորհուրդ կա։ Չգիտեմ։ Հոգին ուժեղանում է պասի ընթացքում։ Երբ որ ամեն անգամ հասկանում ես, որ դու ավելին կարող ես եւ Սա որպես եթե այսպես ելակետ ընդունես, ուրեմն որ կարելի է ասել, որ նախաձեռնություն, այսինքն նոր մի բան սկսելու համար ավելի հարմար, ավելի պատրաստ է դառնում նաև քո անձը, տեսակը, մարդը։ Իհարկե, այո, որովհետև ես ինքս իմ աշխատանքների վրա եմ զգում, հոգևոր մի ուժ եմ ստանում, էլ ավելի Փառք Աստծո, եւ ասեմ պետք չի ձևականորեն պահել, որովհետեւ շատ մարդիկ պահում են եւ ցնծությամբ ասում, որ պաս ենք պահում ու այնպիսի գործեր են անում, որ սազական չի իրենց պասի պահելու հետ։ Ավելավ է, եթե չեն կարողանում պաս պահել, ավելավ է գործով ինչ-որ պասային քանք ես համաձայն եմ, եթե ինչ-որ մաս պիտի պահես, ավելի լավ է քո գործերի մեջ լինես ավելի արդար մաքուր, քան կերակրատեսակները պատրաստես, մանավանդ հիմա մեծ ընտրություն կա։ Շատ լավ, շնորհակալ եմ եւ մարդիկ, ես այդպես էլ ակնկալում եի, որ անմիջապես չեն կարող անցնել խոհանոց, եթե խոսում ենք պահոցես շրջանում, բայց այս շրջանի մասին նաեւ հիմա մենք գովազդից հետո երկրորդ հատվածում ավելի խոհանոցային թեմաներին փորձենք օգնել են կանանց, ովքեր որ տանը կան մարդիկ կամ իրենց շրջապատող մարդիկ ամեն դեպքում պահում են պաս եւ այդ կերակրացանկը պիտի լինի բազմազան այնուամենայնիվ կնոջ այսինքն այս անհրաժեշտությունը սա ինչ որտեղ այդ ապահովելու բազմազանությունը նաեւ խոհանոցում ես հիմա մենք արդեն կարելի ասել պատրաստ է, հա, առաջին աղցանը Անահիտը պատրաստ է շատ գեղեցիկ է, բայց այսքան արագ այսքան համեղը արդեն կարելի է ենթադրել, եթե Գրիշա Անտինյանն է պատրաստել, բայց նաև այսքան գեղեցիկ։ Ամենը մի քանի րոպե եւ ամեն ինչ պատրաստ է։ Այս աղցանը կոչվում է Անահիտ, հա։ Ահա։ Ես չգիտեմ, այստեղ հարմար է հա դեռ բաներ ունենք ավելացնելու։ Ահա։ Սա մի փոքր ուղղակի ձևավորենք կիտրոնով ձևավորենք, հետո արդեն հնարավորություն կտանք նաև ձևավորումը։ Համաչափ պետք է ձերվի ամեն ինչ, որպեսզի հետաքրքիր նայեն ինքը։ Ահա, ես պիտի խնդրեմ այստեղ դնենք մի վայրկյան, որպեսզի նաև հետաքրքիր կարողանան հեռուստադիտողները տեսնել, ահա։ Շատ լավ, Անահիտ է կոչվում, առաջին աղցանը շատ հարմար է բոլոր նրանց համար, ովքեր այս շրջանում պասի մեջ են, եւս մեկ անգամ պիտի խնդրեմ Գրիշա բաղադրությունը։ Կաղամբ, բազուկ, գազար, կիտրոնի հյութ, խնձոր, աղ, պղպեղ, մի փոքր հազար, ուղղակի դա ձևավորելու համար, ահա։ Բայց հազարը նույնպես էլի համում ենք կիտրոնի հյութով, աղով ու մի փոքր բուսայուղով, որպեսզի ինքը, երբ որ վաշենք որոշակի ժամանակ սեղանի վրա մնա, իր տեսքը արտաքին տեսքը չկորցնի։ Չկորցնի, ահա, կիտրոնի հյութով եւ բուսայուղով փաստորեն հազարը նույնպես շատ լավ։ Միայն բազուկն է նախապես, հա, խաշված։ Հա, միայն բազուկն է նախապես խաշված, մնացած մթերքները հում են։ Ահա։ Շատ լավ, աղցանը կոչվում է Անահիտ։ Այո։ Ֆիրմային աղցանը, մեր հայկական աղցանն է, հա։ Չէ, իհարկե մեր հեթանոսական ժամանակաշրջանից եկող աղցան է սա, ուղղակի մի փոքր արդիականացված։ Այո, շատ շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, առաջին աղցանն արդեն պատրաստ է եւ հնարավոր է շատ արագ փաստորեն եւ շատ գեղեցիկ նաեւ ձևավորել, որովհետեւ արդեն մանրամասն ներկայացվեց նաեւ ձևը, սա կարող եք պատրաստել եւ կարծում եմ, որ սա այն դեպքն է, երբ պարտադիր չէ միայն պասի շրջանում գտնվող մարդկանց առաջարկել, որովհետեւ մի փոքր մենք երևի թե
կանանչ վերջնական տեսքի բերենք, էլի, հա։ Շատ լավ։ Մենք դեռ ժամանակ ունենք գովազդից հետո արդեն ամբողջական նորից ցուցադրենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այստեղ մեր տաղավարում են մենք հիմա գովազդային հոլովակներ, պիտի դիտենք 1-2 րոպեից վերադառնանք։ Սպենդիարյանի անվան օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներկչուհի Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախմբի եւ Արարատյան հայրապետական թեմի Ծաղկազարդ համախմբի երգչուհի Ռոզա Հովսեփյանը, նկարչուհի Տաթև Պետրոսյանը եւ տաղավարի աջ հատվածում արդեն աֆրիկյանների պանդոկի ավագ խոհարար, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Գրիշա Անտինյանը։ Հիմա մենք գովազդային հոլովակներ ենք դիտում, որից հետո կվերադառնանք։ Ահա մի փոքր կանաչի եւ ամբողջական տեսքը արդեն Անահիտ աղցանի պատրաստ է։ Ահա, արդեն ավելի տեսանելի եղավ եւ գույները նաեւ շատ հաճելի։ Տեսքը փոխվեց մի անգամից։ Հիմա գովազդային հոլովակներ դիտենք ու վերադառնանք համեցե։ Ծորենի հատիկներ, թթուվարունգ, գազար, կանաչի, ողված քունջուտ, այո, լոլիկի նախապես կանված հյութը եւ լավաշիկները, հա, բուսայուղ բնականաբար ու լավաշներ։ Շատ շնորհակալ եմ, շնորհակալություն նորից, որ այստեղ եք, միշտ հաճելի է ձեզ հետ զրուցել եւ այնքան պարզ կարեւոր է, չէ, որ այնպես պարզ խոսում է խոհանոցի մասին, որ թվում է որ յուրաքանչյուրի համար շատ հասանելի է։ Ես ուզում եմ Ռոզմարի այս հարցին անդրադառնանք, մանավանդ կանանց համար շատ զբաղված, շատ իրենց աշխարհն ունեցող, հա, այս տեսակի մասնագիտությունը դա կլինի իրենց արվեստ, այսինքն այնտեղ որտեղ իրենց կարողանում են ռեալիզացնել։ Թվում է, թե տունը կամ խոհանոցը մի քիչ ավելի երկրորդական է։ Ինչպես պիտի անել, որ այստեղ էլ հնարավոր լինի ներկանալ, որովհետև սա էլ մի տեղ է, որտեղ կինը պիտի իսկապես բեմի նման մի բան է, եթե մի քիչ տունը երկրորդական չի, խոհանոցն էլ չէ։ Տվյալ շարունակությունն է, չէ, որ մարդու եսը իր տան մեջ երևում է, շատ մանրուքների մեջ։ Իսկ խոհանոցի համար, օրինակ ես անձամբ եփելուց պետք է տրամադրությունս լավ լինի, շատ կարևոր է։ Հետո դուք ասացիք, բայց չասացիք, որ համեմունքներ եք դնում, չէ, սեր, հավատ, դուք այդ շատ լավ բան ասացիք հաղորդումից առաջ։ Ասես, իհարկե, բնականաբար անտեսանելի համեմունքները կան նաև խոհանոցում, ցանկացած խոհարարի մոտ դա պետք է լինի, որովհետեւ հենց այդ կերակրատեսակները պատրաստված շատ համեղ ստացվի ու շատ հաճելի լինի հյուրերի համար, դա սերն է, ժպիտը եւ հավատ։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ, այս անգամ պարտադիր են, առանց դրանց ոչինչ մի փորձեք անել։ Ահա։ Հետո լավ եփված կերակուրը ուտողին ուժ է տալիս իսկապես ու լավ էներգիա։ Ես դրան շատ հավատում եմ եւ կարծում դա այդպես է, որտեղ միտքը ֆիզիկական մեծություն է, որը հենց այնպես չի կորում։ Այո, պետք է կարողանալ։ Շատ շնորհակալ եմ, խնդրեմ Տաթև։ Իմ կարծիքով, եթե ամեն ինչի մեջ սեր կա, սիրով է արվում, դա լուծելի խնդիր է եւ ինչքան շատ զբաղված ես լինում, այնքան ավելի շատ ես հասցնում ամեն ինչ անել։ Իսկ այդ ֆանտազիացվածը նորա իհարկե կա, իմպրովիզներ կան, ֆանտազիանել կա եւ մանավանդ եթե արվեստի մեջ ես դինում, ավելի ես այդ գունային, այդ երգային, այդ ամեն ինչը համեմում ես հենց ուտեստի մեջ։ Բացի ուտեստից, նաև առօրյա կյանքում։ Հա, այսինքն մենք այստեղ դեպի պիտի գանք, որ այսինքն արվեստը ինչ որ առումով նաև իր ազդեցությունը ոչ թե թվա, որ սա երկրորդական է, որովհետև այնտեղ է հիմնականը։ Միանշանակ օջախը առաջնական։ Անբաժանելի է, մեկը մյուսին լրացնում է, չի կարող մեկը լինի, մյուսը չի լինի։ Եսը բոլոր տեղը, եթե մարդը կա, ուրեմն ինքը բոլոր պարագանում, բոլոր բնագավառներում յուրօրինակ արտահայտվում է։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ, մեր ժամանակն արդեն գրեթե սպառվում է, ես ուզում եմ իմանալ ինչ ենք նախատեսում այս շրջանում, որտեղ հնարավորություն ունենք կունենանք տեսնելու ձեզ, նոր ինչ-որ բաներ ունեք, թե չէ։